հարմարնի։ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ պատրաստ է այսպես կոչված խաղաղության պայմանագիրը միակողմանի ստորագրել։ Ինչ է սա նշանակում։ Ինքը պատրաստ է ստորագրությունը դնել այդ հաստատությանը։ Միակողմանի սիրո է նման։ Միակողմանի հայտարարություն չի եղել, Հայաստանը շարունակում է խաղաղության օրակարգ առաջ մղել, գիտեք, որ խաղաղության պայմանագրի բոլոր հոդվածները համաձայնեցված են եւ Հայաստանը վարչապետի նաև գլխավորությամբ հայտարարում է, որ պատրաստ է ստորագրությունը դնել այդ պայմանագրի տակ եւ պատրաստ է տեխնիկական քննարկումներ սկսել օրվա ժամի եւ մնացած հարցերը հստակեցնելու մասով։ Ալիևը Չիլոյան ներեցեք 24 ժամվա ընթացքում հաստատցի վարչապետը 3 հաղորդագրություն տարածեց իր էջով, ինչն է պատճառը, արդյոք ադրբեջանական կողմում կուտակումներ կան եւ հնարավոր ռազմական հարձակման սպառնալիք։ Ինչի մասին է, որի մասին։ Պատրաստ է Հայաստանը ստորագրել։ Հայաստանը շարունակում է խաղաղության օրակարգը առաջ մղել, շարունակում է աշխատել այն ուղղությամբ, որպեսզի խաղաղության պայմանագիրը ստորագրվի եւ հրապարակային շարունակում ենք աշխատել այդ ուղղությամբ, որպեսզի վերջնականացնենք խաղաղության պայմանագրի ստորագրման գործընթացը, քանի որ տեքստը այլևս համաձայնեցված է, մենք խաղաղության համաձայնագրի ստորագրման համար օրակարգը առաջ ենք մղում։ Եկեք խնդրում եմ հերթով հարց տվեք։ Ադրբեջանական կողմում կան, արդյոք դա է հայկական կողմի ստիպում, որպեսզի նման հայտարարություն։ Ես հենց նշեցի, որ Հայաստանը փորձում է խաղաղության օրակարգը առաջ մղել եւ Հայաստանի նպատակը, քանի որ խաղաղության տեքստը համաձայնեցված է այլևս, խաղաղության համաձայնագրի վերջնականացման համար անհրաժեշտ է երկու երկրների ստորագրությունը եւ այդ ստորագրության համար օրակարգն է առաջ մղում։ Բայց Ալիևը նախ չի ցանկանում չի ստորագրել, այդպեսի ազդակներ չենք տեսնում։ Հակառակ ազդակներն ենք տեսնում, որ նույնիսկ եթե տեքստը պատրաստ է ստորագրման, բայց նախապայմանները առաջ քաշում, օրինակ համանդրության փոփոխություն, չգիտեմ, գուցե Միջանցքի հարցն է դրա մեջ մտնում, Մինսկի խմբի լուծարում եւ այլն։ Ու տպավորությունն է, որ պատերազմի հոտ է գալիս, որտեղ արդեն տեղեկություններ կան, որ կուտակումներ կան սահմանին եւ զորքի ակտիվ տեղաշարժ երկու կողմից է, եւ Նիկոլ Փաշինյանն այսպես ոտուձեռնկա ուզում է մեկ օր շուտ ստորագրել տալ, ամեն օր խնդրում աղաչում ես մարի ստորագրել ինչ կլինի, միայն թե պատերազմ չլինի։ Գործընկերությունների նաեւ Լիվանով ադրբեջանական կողմը վերջերս նաեւ բարբերաբար մեղադրում է հայկական կողմին կրակ բացելու համար։ Դրանք բոլորը բնականաբար կեղծ մեղադրանքներն են, շատ կարևոր է, որ Եվրամիության դիտորդական առաքելությունը եւս վերջերս հայտարարություն է տարածել, որ սահմանի իրավիճակի վերաբերյալ հայտարարություն է տարածել, մենք եւս մեր հերթին պաշտպանության նախարարությունը հստակեցրել է, որ որևէ նման քայլ չի եղել, բնականաբար դրանք մենք համարում ենք կեղծ լուրեր։ Խաղաղության պայմանագրի մասով, մեր հայտարարությունների մասով ցանկանում եմ եւս մեկ անգամ նշել, որ Հայաստանի Հանրապետության օրակարգում խաղաղությունն է, մենք շարունակելու ենք առաջ մղել խաղաղության օրակարգը եւ առաջ ենք մղելու այն, որ քանի որ տեքստը այլևս խաղաղության պայմանագրի համաձայնեցված է, մենք ստորագրենք այն։ Բայց նախապայմանները չկան, նախապայմանների մասին տեքստը ամբողջովին համաձայնեցված է եւ մենք կարծում ենք, որ պետք է հանդիպում տեղի ունենա այդ պայմանագիրը ստորագրելու համար։ Հայտարարությունների մեջ հստակ է դիրքորոշումը իրացրել պաշտպանության նախարարությանը, որ հրադադարի ռեժիմի որևէ խախտում չպետք է լինի, մենք գնում ենք խաղաղության ճանապարհով, այլ ոչ թե պատերազմից, եթե ադրբեջանական կողմը ոչ թե չպետք է լինի, չէ, ոչ թե չպետք է լինի, վարչապետը նշել է, որ որևէ նման բան չկա, վարչապետը նշել է, որ Հայաստանը շարունակում է աշխատել խաղաղության օրակարգի ուղղությամբ, պաշտպանության նախարարությունը հանձնարարական ունի կայունություն պահպանելու։ Դուք հարցը լրիվ այլ ուղղությամբ եք տանում։ Բնականաբար Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը Հայաստանի Հանրապետությունը պաշտպանելու է։ Այդտեղ որևէ հարց չկա։ Պատերազմի վտանգ
ոչ թե նստենք նայենք, ես ասացի, որ Պաշտպանության նախարարությունը իրականացնելու է Հայաստանի Հանրապետության պաշտպանություն։ Այդքան Եթե հարձակվեն, մենք ինչ ենք անել։ բնականաբար եթե հարձակվեն, պաշտպանելու ենք Հայաստանի Հանրապետության տարածքը։ Պարոն Գրիգորյան, կա որևէ հիմա քննարկում Երևանի եւ Բաքվի միջեւ պայմանագիրը ստորագրելու վերաբերյալ եւ եթե կա ում միջեւ է ընթանում այդ քննարկումները եւ գործընկերոջս հարցին չպատասխանեցիք պայմանագրի եւ համաձայնագրի տարբերությունը վերջո որն է ինչու է նախկինում պայմանագիր հետո դարձել Ես չեմ հասկանում այդ հարցի բնույթը, այսինքն ինչն է տարբերությունը դրանց Հաստատվի տեսակի միջև տարբերություն Իսկ պայմանագրի եւ համաձայնագրի միջև ինչ տարբերություն կա։ Իրավաբանական տարբերություն չկա դրանց։ Կա որևէ տարբերություն դրանց միջև։ Պայմանագիրը ավելի պարտադրող ուժ ունի, համաձայնագիրը մի քիչ ավելի Ես այս քննարկման իմաստը չեմ անկեղծ ասած չեմ հասկանում, ես կփորձեմ ճշտել մի հատ հասկանալու համար թե ինչ գնա։ Ձեր խնդրում եմ, քանի որ